Մովսես Կարապետյանն է նկարում է ցուցասրահում, որտեղ ներկայացված են նրա կտավները։ Ռեժիսորի մասնագիտությամբ նկարիչը նախընտրում է երկար բռնակով վրձինները, նշում կտավին այդպես հեռվից զննում ու գործում է ավարտի պահը։ Ոգեշնչման պակաս չունի, սովորական երազն ու որևէ մեկի խոսքը կարող են կտավ դառնալ։ Անհատական ցուցահանդեսում ներկայացրել է մոտ 40 աշխատանք։ Շատ կարևոր է, երբ նկարիչը զգում է հենց ամենակարևոր պահը ավարտը։ Կարծում եմ դա շատ կարևոր հատկություն է զգալ, երբ թողնել վրձինը կտավից անջատել։ Ըստ Կարապետյանի մարդը տիեզերքի կենտրոնն է, եւ ինչ էլ պատկերի իր կտավներում կարելի է գտնել մարդուն։ Ներկայացված են 3 շրջանի աշխատանքներ, առաջինը թվերն են, որոնք ներգրավել են նկարչական տարածության մեջ որպես արտահայտամիջոց, նոր գործիք։ Երկրորդը դա կոչվում է երկրորդ մեթոդ, տարանջատում է այն ինչ որ ստեղծված է մարդունը, որն է հանդիսանում եւ բնությանը։ Եվ երևողությունը արվեստի սահմանն եմ եզրագծել իմ կարծիքով, այդ ուղղությամբ ինքը նաեւ դոգմատիկ օրենք է, անիմաստության, անհնարինության օրենք։ Նկարչի խոսքով ամեն անգամ դատարկ կտավի դիմաց ինքն իրեն սկսնակ է զգում, երբեք չգիտի ինչ կստացվի վերջում։ Նախկինում օգնում էր փիլուզագույնը, հիմա գրեթե չի կիրառում այն։ Ասում է սկզբում դժվար էր բաժանվում իր գործերից, բայց այսօր արդեն աշխարհի մի շարք ցուցասրահներում ներկայացված են իր մարդ-բնություն կապի մասին պատմող կտավները։ Ամեն նկարիչ, ամեն ստեղծագործող մարդ ունի իր դիցաբանությունը անձնական կյանքի եւ այդ շունչը եղել է գույնի մեջ փիլուզագույն։ Փիլուզագույնն է եղել այդ գույնը, բայց արդեն չկա, մի քիչ փոխվել է իմ եսը։ Մովսես Կարապետյանի կտավներում թվերը դառնում են էմոցիա, ընտանիքի անդամները բնորդ, որոնց միայն հիշելով է պատկերում։ Մանկության դրվագներն էլ ստեղծագործելու նոր առիթ են։ Ծրագրում է լայնամասշտաբ ցուցադրություն բացել, երբ հարցի պատասխանը դեռ չունի։ Յուրա Վահանյան, Սեյրան Անտոնյան, Լուրեր։